առանց դրան ոչ Սամվելը կարա անի, ոչ էլ Հիսուս Քրիստոսը պետք կարա անի։ Այսինքն վերուստեկած ուժերն էլ չեն կարող անել, մենք պետք է միավորվենք, մենք ոչ թե պետք է ատենք ԿՊ-ին, իրանց կամած պետք է վերենք ռեալ դաշտ։ Մենք մի ժողովուրդ ենք, պետք է ասում եք, այս բզկտումը, այս ամեն ինչը ինչի է վերելու։ Դրա համար խնդրեմ, եւ պատերեմ, չեմ ուզում կրկնեմ, հետևանքները դա են լինելու։ Մենք ինչի ենք ասում, որ մենք ուզում ենք, մենք ինչ ենք ուզում։ Լավ ամեն ինչ եղբայրս ունի, փառք Աստծո ես է սոված չեմ, իմ համեստ հնարավորություններով սաղ կյանքս իմ տունը պահել եմ, չէ։ Ինչն է խնդիրը, լավ փորձեք ինքնուրույն մտածել։ Պաշտոն ամենաբարձր պաշտոնից ես թողեք գնացել եմ։ Բարձր, որ սաղ երկրի անցուդարձը մոտավորապես իմ կողքով անցել է։ Ինչու եք թողել։ Ավարտը, մի րոպե։ Թողեք գնացել եմ, չէ, որովհետև համաձայն չեմ եղել, իսկ կառավարությունը, որը տնտեսական ծրագիրն է իրականացնում, այդ կառավարության ղեկավարը բառից տղեկ կթողեք խոսեմ, բառից բուն իմաստով չվիրավորեմ էլ իրեն, բայց ամենաթույլ ձևով վիրավորեմ Բոսյակի մեկն էր։ Ոչ մի օրենսդրական փաթեթ կամ օրենսդրական նախաձեռնություն միտված չէր տնտեսության զարգացմանը։ Ազնիվ ասեմ, առաջի անգամ եմ ասում, եւ բոլորն էլ գիտեն, ես ֆիզիկապես Իրան ատում էի։ Այդ թվերը որ հանեք ասեք, կիմանաք։ Ես ստիպված հոգնել էի, թողեցի գնացի։ Պարզա։ Հետո ես չեմ պայքարել, որ իշխանություն ունենամ։ Ես իմ վարկագծով, իմ դառը քրտինքով հասել եմ այդտեղ։ Ու ուշադիր լսեք։ Ես 2008 թվականին եմ եղել որևէ կուսակցության անդամ։ Կարող են խնդրեք թույլ տամ, որ խոսեմ, էլի։ Հա, խոսեք։ 2008-ից եմ եղել որևէ կուսակցության անդամ։ 2005-ից 2009 թվականներին ես ընդդիմություն եմ եղել ՀՀՇ-ի ժամանակ։ 5 հոգի կգնաք բյուջեի քվեարկությունը կբացեք կնայեք 95-ի բյուջեին ես դեմ եմ քվեարկել տվյալ իշխանության դեմ։ Եվ գիտես ինչքան մինչև ինձ հալածել էին, ինձ գիտեք ով է փրկել։ Գարեգին առաջինն է փրկել, որ ինձ չհալածել։ Ովքեր էին հալածել։ Հաշն։ Դրանից հետո էլի փորձել եմ։ Ինչպես են հալածում, Պարոն Կարապետյան։ Հալածանքը ինչպես։ Լավ մեկ բառով ասեմ, ես ընտրվել էի, ասում էին մինչև ՀՀՇ չգրես, բանը մանդատը չէինք տալու։ Առաջի կրողներից մեծամասնական ընդրակարգով ես եմ եղել։ Պարոն Կարապետյան, հիմա ձեզ Լավ, մի րոպե մի խանգարեք, էլի ես մարդկանց հարցերը, հետո կտեկվեմ։ Ես այդ բանը խոսելու շփելու մշակույթը ունեմ, սիրելիս։ Ձեր անունը ո՞նց է։ Շողիկ ջան։ Չէի ուզում խոսեի, բայց ընդհանրապես որոշ բաներ ասացի։ Հալածվելը ինչի, որ ես ինձ մուչինիկի տեղ եմ դնում, յանի ինձ սպանեցին, ինձ կերան։ Այդպես չի։ Ես սկզբունք եմ ունեցել, որ չեմ ուզեցել մտնել, միգուցե լավ կուսակցություն ա եղել, իսկ հիմա սաղ փախան դրա ճտերը նիկոդեն, հլանդայեք, ազգային ժողովի տեղակալով ա, ում ճուտնա, ում փողերով ա սովորել բան հարդ երկրում։ Հլա մի հատ հիշեք, էլի։ Անունը չեմ ուզում տամ, դու գնացեք, կարդացեք իմանաք։ ՀՀՇ-ի ճտերն են, սաղ սրանք ՀՀՇ-ի ճտերն են։ Բայց փաստացի Հաջորդը աջակցում է քաղաքական հայրը չի, ընդհանրապես քաղաքական հորը դրանք դավաճաններ են եղել, լափել են ու թռել են։ Ինքը ավելի խելացի մարդ է ու խելոք, քան բազմաթիվ այդ բանը ողմակը պատճառը Լևոնը ասեմ ձեզ, բայց ես իրան այս պահին ավելի շատ եմ հարգում։
ինքը փաստացի ձեր օրակարգի շուրջ էր կոչարել։ Մի րոպե էլի։ Ես իրան ոչ հանդիպել եմ, ոչ տեսել եմ, ոչ բարևել եմ, ոչ էլ ինքն է ցանկացել, ոչ էլ ես մինչև հիմա ցանկություն ունեմ, չնայած մտքիս մեջ իրան հարգում եմ, բարձրաձայնեցի։ Այդ ավազակները ով ինչ արեց, թողեցին, փախան, այդ մարդը գոնե իր սկզբունքներից դու ինքը ինտելեկտուալ մարդ է։ Ինքը մտածել գիտի, ինքը ստամոքսով չի մտածում, հասկանում եք, ու բորենի նման հարձակվել են այդ մարդու վրա, ամոթ չի արա, ձեր առաջին նախագահն արա, գոնե որպես հայր ընդունեք, այստեղից է մեր ամենամեծ պրոբլեմը գալիս, ոչ ծնող ենք ճանաչում, ոչ քույր ենք ճանաչում, ոչ եղբայր ենք ճանաչում, մեր ասածը որն է, բերեք, եկեք, խելոք, բոլորս, անկախ դրանից ես եմ ոչ ճիշտ, դուք եք ոչ ճիշտ, հիմա խո իմ խնդիրը չի, Սամվելի խնդիրը չի, ոչ էլ Նիկոլի խնդիրն է, մենք պետք է լեզու գտնենք իրար հետ, անգամ ԿՊ-ն ու բանը, հանդիմություն է լեզու պետք է գտնեն, մեր ինքնության խնդիրն է այստեղ դրված, բացի այդ վերնախավի մի քանի հոգուց ցանկացած հետ ու եթե պրոբլեմ ունենան, տանեմ տունս պահեմ։ Պարոն Կարապետյան, բայց ասում են ձեր իշխանության Անագրից ամենաշատը ձեզ այսինքն Սամվել Կարապետյան Վերից չի երեխեք։ ընդհանրապես այսօրվա ակնկալիքների հետ կապված Շողիկ ջան, ձեզ խոստացա, մի հարց էլ պատասխանեմ, էլ չեմ պատասխան։ Մի բան անպայման հիշեք։ Սամվելի ինժեներ պետք է ամեն ինչը։ Հələ մի հատ բանը չի։ ձեզ հարցնենք Մի րոպե, ձեր մտքով բաց թողեք, էլի ամեն ինչը ուներ, ամեն ինչ կար, ինքը անկախ մարդ է, ստե բանը ցանցերն են գողանում, Թիֆլիսում էլ չգիտեմ ինչը բանը, եթե ստե ցանցերը գողանում են իր ձեռից, խլելը չեմ ասում, որտեղ իրանք փոքր են, որ մեր ձեռից խլեն, մեգա բանը, վերօրենքը բանը, վերօրենքի դաշտում իրանք պատասխան են տալու միջազգային դատարանում։ Եթե այդ մարդու հեչ վեճը չի, որ այդքան հնարավորություններ ա դրել, այդքան էներգիա ա դրել, ու աչքը անգամ չի չպասում, հետո չասեն աչքիներով են խոսում, սա օպտիկական աչքիները։ Կարող եք փորձել։ Ավարտեմ։ Ինչի համար անում, կարակ ասեք, այ որ դուք ձեր համար հարցնեք, հաջորդ անգամ հանդիպեք, հաստատ այնինչ ես եմ մտածում, դուք ինքներդ ինձ կասեք։ Իսկ ինչու 2025-ին Այն ինչը որ ասեցի, որտեղ սարյագույն ժամանակ է։ 20 թվին էլ ծայրագույն։ Տվին, եթե նկատել եք, ես ու եղբայրս հայտարարել ենք, որ հրաժարական տուր գնա։ շատ իրադարձությունները հնչեցնում են նաև Սամվել Կարապետյանի այս նոթի հետ կապված այն է, որ դուք եք տարիներ շարունակ համագործակցել հանրապետականի հետ, եղել եք խմբակցության ղեկավար, աշխատակազմի ղեկավար։ Ես ուզում եմ հարցնել դուք ինչ ունեցել եք ինչ-որ առանցքային անհամաձայնություն Սերժ Սարգսյանի հետ եւ դա որ հարցի հետ կապված է։ Դուք ուշադիր չէիք, ես այդ հարցին պատասխանեցի հաջորդը։ Նիկոլ Փաշինյանն ասում է չկա դատավոր, որի մասը չանի։ Հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը կալանքի տակ է։ Ինչ սպասելիքներ ունեք դատանից այս պայմաններում։ Արդարության սպասում եք։ Ձեր պատկերացմամբ եւ իմ պատկերացմամբ ասում ցանկացած որոշում մեր ընտանիքի համար անկարելի որոշում կլինի։ Գիտեք ինչի համար։ Մեկ այդ մեր վարկագիծը չի փոխել։ Մեր վարկագիծը բերդում կլինի, հացի երթում կլինի, մեգա պայքարելու է։ Ինձ կբռնեն, տղայից կբռնեն, մեգա պայքարելու է։ Սա այն եզույթն է, որ բոլոր կարմիր գծերը իրանք անցել են, էլի վատ բաներ իրանց մասին չեմ ուզում անձնական վիրավորանք, չնայած բազմաթիվ վիրավորանքներ են հնչել մեր ընտանիքի իմ եղբայրի նկատմամբ, մենք իրանց մագարտակին առաջի օրն եմ ասել, չենք իջնի, որտեղ մենք մանկավարժի տղեկ ենք։ Եթե ես ու իմ եղբայրը դպրոցում մի հատ անշնորհքություն անեինք,
Հերս ու մերս մեր ագարջը կփոգ է։ Հասկանում եք։ Մեգա մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Ուզում եմ Իրան էլի նորից բեր տանեն, ուզում եմ ինձ բեր տանեն, ուզում եմ տղաներից բեր տանեն, ուզում եմ իր երեխեքին էլ բեր տանեն, բացառված է, մենք հանդուրժ ենք այն ինչ մենք մտածում ենք, այն ինչ դուք մտածում եք, դուք ավելի լավ եք հասկանում, քան թե ես ասեցի։ Միջև վերջը պարոն Կարապետյան նշանակում է նաև ինչ-որ հետընտրական պրոցեսներ, եթե օրինակ ընտրություն